Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսում տեղի է ունեցել Գազայում հրադադարի համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Խաղաղության միջազգային գագաթնաժողովին ներկա են գտնվել ավելի քան 20 երկրի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Դոնալդ Թրամփը խոսելով համաշխարհային խաղաղության կարևորության մասին դիմել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, ևս մեկ անգամ հիշեցրել, որ կարճ ժամանակահատվածում իրեն հաջողվել է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևած հակամարտությունը։ Երբ առաջին անգամ հանդիպեցին Կոբալաձև աշխատասենյակում, նրանք նստած էին հակառակ կողմերում, իսկ այժմ նստած են միասին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկուսիդ էլ, շարունակել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը հույս է հայտնել, որ կողմերն արդեն հաշտվել են։ Միացյալ Թագավորությունը ողջունում է խաղաղության ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը, դա առանցքային է տարածաշրջանում կայունության տեսանկյունից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լոնդոնը ցանկանում է նպաստել այդ առաջընթացին, ուստի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և նախագահ Թրամփի կողմից վերջերս Վաշինգտոնում կազմակերպված գագաթնաժողովի պատմական արդյունքները, Մեծ Բրիտանիան գտնում է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած հիմնավորումը ուժը կորցրել է։ Ուստի Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման իր էմբարգոն, հայտնել է պետնախարարը։ Նշվում է, որ այսպիսով Մեծ Բրիտանիան կարող է անվտանգության և պաշտպանության ոլորտում գործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, աջակցել այդ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրման, Իսրայելի և Համասի միջև գերիների ու պահվող անձանց փոխանակման ֆոնին Կատարի վարչապետի խորհրդական Մաջիդ բին Մուհամմեդ Ալ-Անսարին հայտարարել է, որ ամերիկյան կարգավորման ծրագրի վերջնական իրականացման համար հարկավոր է համատեղ ջանքեր գործադրել։ Դեռ շատ մարտահրավերներ կլինեն, այնպես որ պետք է զգուշավոր լավատեսություն դրսևորել, ընդգծել է պաշտոնյան, տեղեկացրել, որ Եգիպտոսում շարունակվում են խաղաղության բանակցությունները։ Եգիպտոսի նախագահն էլ համոզմունք է հայտնել, որ Գազայում խաղաղության համաձայնագրի իրագործման արդյունքը պետք է դառնա Պաղեստինի պետության ստեղծումը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, սակայն հաջողվել է դրանից խուսափել։ ԱՄՆ նախագահը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին համախմբվել և հասնել համընդհանուր տարածաշրջանային խաղաղության։ Կիևից հայտնում են, որ վերջին 24 ժամում ռուսական հարվածներից Խարկովում վիրավորվել է ավելի քան 60 մարդ, միայն 50-ը շրջանային հիվանդանոցի թիրախավորման հետևանքով։ Փրկարարները հայտնել են, որ բուժ հաստատության և հարակից շենքերը վնասվել են։ Խարկովում նաև էլեկտրամատակարարման խափանումներ կան։ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի գործողությունների հետևանքով նաև ջրամատակարարման խնդիրների են բախվում։ Ուկրաինայի նախագահի խոսքով գործընկերների հետ քննարկում են այդ թվում գազի ներմուծման հարցը, քանի որ ռուսական ուժերը թիրախավորում են հանրապետության գազի պահեստարանները։ Մոսկվայից էլ հայտնում են ուկրաինական հարվածների մասին, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիշերը ոչնչացվել է 40 անօդաչու թռչող սարք։ Դրանք արձակվել են Բելգորոդի, Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Տամբովի, Կուրսկի մարզերի, ինչպես նաև Ղրիմի ուղղությամբ։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին պատրաստվում է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ այս շաբաթ մեկնելու է Վաշինգտոն քննարկելու Կիևին ամերիկյան զենքի մատակարարման և այլ հարցեր։ ԶԼՄ-ների տվյալով օրակարգային հիմնական թեման լինելու է Ուկրաինային Թոմահոք հեռահար հրթիռների հնարավոր մատակարարումը, ինչը ըստ Մոսկվայի կարող է նոր էսկալացիայի պատճառ դառնալ։ Ակնկալվում է, որ Զելենսկին հանդիպումներ կունենա նաև ամերիկյան պաշտպանական, էներգետիկ ընկերությունների և կոնգրեսականների հետ։ Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան, որն իշխանության էր եկել 2009 թվականին հեղաշրջման արդյունքում շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին լքել է երկիրը։ Այժմ նրա գտնվելու տեղն անհայտ է։ Հոկտեմբերի 13-ի երեկոյան Ռաձուելինան հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ստիպված էր լքել Մադագասկարը կյանքը փրկելու համար, սակայն չի հանձնվի և կփորձի ստեղծված ճգնաժամից ելք գտնել։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ երկրում իշխանությունը անօրինական և բռնի կերպով զավթելու փորձ է արվում։ Մադագասկարում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին, ցուցարարները դժգոհում են գործազրկության բարձր մակարդակի, կոռուպցիայի և գնաճի դեմ։ Քաղաքացիները ի թիվս այլնի պահանջում էին նախագահի հրաժարականը։ Օրեր առաջ Ռաձուելինան ցույցերի ֆոնին հայտարարել էր կառավարությունը ցրելու մասին։ Վերջին տվյալով ցույցերի ընթացքում գրանցված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվել են։ Դիանա Գասպարյան, լուրեր։